1999-ի խորհրդարանի ընտրություններում Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի գլխավորած Միասնություն դաշինքը վերջինն է ներկայացնում իր փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Այս դաշինքն անմիջապես դառնում է ընտրությունների ֆավորիտ։ Նոր ընտրական օրենսգրքով խորհրդարանում 190 падգամավորի փոխարեն կընտրվի 131-ը, մասնակից 21 քաղաքական ուժերից 20-ը ընդդիմադիր են։ 2003-ի խորհրդարանական ընտրության քարոզարշավը մեկնարկեց, երբ դեռ Սահմանադրական դատարանում չէր ավարտվել նույն տարվա նախագահի ընտրությունների արդյունքների վիճարկման հայցը։ Նախատեսված էր, որ ընտրությունների օրը պետք է քվեարկվի նաև Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնած Սահմանադրական փոփոխությունների նախագիծը։ Սահմանադրությանը ոչ ասելով դուք ոչ եք ասում Ռոբերտ Քոչարյանի իշխանությանը։ Ընդդիմությունը հանդես է գալիս Ստեփան Դեմիրճյանի գլխավորած Արդարություն դաշինքով, իսկ իշխանությունը Հանրապետական կուսակցությունով, որն առաջին անգամ էր առաջադրվում առանց դաշինքի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրաժարվում է գրանցել ընդամենը 2 ամիս առաջ նախագահի ընտրություններին մասնակցած Արամ Կարապետյանի թեկնածությունը։ Ես կանգնած եմ եղել այստեղ, կանգնած եմ լինելու մինչև վերջնական հաղթանակ։ Եվ Արդարության դաշինքի իմ ընկերների հետ շարունակելու եմ քարոզարշավն ու պայքարը։ 2007-ի ընտրություններում հանդես եկան 22 կուսակցություն և 1 դաշինք։ Ընտրություններից առաջ ձերբակալվում են ազատամարտիկներ Ժիրայր Սեֆիլյանն ու Վարդան Մալխասյանը։ Իշխող Հանրապետականը գլխավորում էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, որը մահացավ ընտրություններից առաջ։ Ցուցակի առաջին հորիզոնական տեղափոխվեց Սերժ Սարգսյանը։ Այս ընտրություններում նոր խոսք է 2 տարի առաջ ստեղծված Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, որի ղեկավարը գործարար Գագիկ Ծառուկյանն է։ Այդ գիշեր ԲՀԿ-ի 2 շտաբներում պայթյուններ են որոտում։ Ընտրարշավի հենց առաջին օրը ԲՀԿ-ն աչքի է ընկնում հակադարձ բռնությամբ։ Արտիկում նրա թեկնածուի կողմնակիցները ծեծում են քաղաքացիներից մեկին, որը դժգոհել էր, որ իրենց շենքում գտնվող կուսակցության գրասենյակում աղմուկը շատ է։ Սկսել են ծեծել 15-ից 16 հոգի են եղել, շատ։ Մենք բոլորին էլ ճանաչում ենք, բոլորին էլ շատ լավ գիտենք, իրանք Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ են իրանք։ 2012-ին Հանրապետականի նախընտրական քարոզչությունն անձամբ ղեկավարում է Սերժ Սարգսյանը։ Հանրապետականը բոլորին կոչ է անում համախմբվել և երաշխավորել ազատ և արդար ընտրություններ։ Հայ ազգային կոնգրեսը մերժում է Հանրապետականի առաջարկը։ Ամբողջ մամուլը գրում է Հանրապետականի, ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի գրասենյակներում բաժանվող ընտրակաշառքի մասին։ Մենք պարտավոր ենք մայրերով, քույրերով, կանանցով, տատիկներով այս հաջորոշ պահին դուրս գալ փողոց, միասնական ու փորձել վաճառել այն քաղաքական ուժին, որը երբեք փողով չի վերցրել ձայներ, պայքարելու ընտրակաշառքի դեմ, փողի դեմ, անգլագիտության դեմ։ ՍԱՍ-ի սեփականատեր Արտակ Սարգսյանն Արաբկիրում վճարում է վարսավիրանոց հաճախողների գումարները։ Օմբուդսմենը ընդդիմությանը կոչ է անում փողոց դուրս չգալ, այլ ընտրախախտումների դեմ պայքարել դրանք հավաքելով և դատարան դիմելով։ Ընտրություններին մասնակցում է 8 կուսակցություն և 1 դաշինք։ Մեծամասնական ընտրակարգով առաջադրվում է ընդամենը 139 թեկնածու։ Վարչական դատարանը մերժում է գրանցել հականդամ Խաչատուր Սուքիասյանի թեկնածությունը։ Պատճառն այն է, որ 2008-ի մարտի 1-ին անհետացած գործարարը վերջին 5 տարին մշտապես չի ապրել Հայաստանում։